Սովորական ինչ մեղադրանք է առաջադրված Լիցիա Մարտաշյանին, վերջը ինչպես է հիմնավորում գործողություններ։ Մեղադրանքը առաջադրված են ինչ-որ բոլորին է առաջադրված 18 մեղադրյալների գործով ահաբեկչության եւ իշխանությունը զավթելու նախապատրաստություն, այդ թե ինչով է հիմնավորվում, շատ ծիծաղելի ու տարակուսելի է իհարկե, որովհետեւ այնտեղ որևէ մեկի որևէ արարք չի հիմնավորվում, պարզապես նույն մեղադրանքը պատճենահանված է բոլոր մեղադրյալների համար, այսինքն եւ օրինակ Բագրատ Սրբազանի համար է նույն բանը նախատեսված եւ օրինակ Իգոր Սարգսյանի, Մովսես Շարբաթյանի, Հայկ Շահնազարյանի եւ Լիդիա Մանթաշյանի, այսպես շարադրված է նույն մեղադրանքը, որ այս մարդիկ պլանավորել են ինչ-որ գործողություններ կատարելու եղանակով իրականացնել ահաբեկչություն, մի հատ համախումբ, չգիտեմ, այրել խանութներ, աստղիկներ շպրտել մեքենաների դիմաց, կտրել ինտերնետի լարերը, հոսանքները կամ արգելափակել ճանապարհները, յուղ լցնել, ներկեր լցնել մեքենաների դիմապակիներին, այդ նպատակով ձեռք բերել ինչ-որ պայթուցիկ նյութեր եւ այլն, այս ամեն ինչը բոլորի համար առանց անհատականացնելու նշված է բոլոր մեղադրյալների համար եւ հետո գրած է, որ այս մեղադրանքները ընդհանուր բոլոր 18 մեղադրյալների համար հիմնավորվում են ապացույցներով ու ապացույցները գնում են այն նույն ձայնագրությունները, որոնք արդեն ապացուցված է, որ մոնտաժված, կոնտեքստից կտրված եւ իրականության հետ, այսինքն իրականությունը խեղաթյուրած ներկայացված են հանրությանը, այդ գաղտնալսումները, հեռախոսների ալեհավաքների տվյալները, որով որ ենթադրում ենք, որ մեղադրողները փորձելու են հիմնավորել, որ այդ մարդիկ գտնվել են միևնույն վայրում որոշակի ժամանակահատվածում, ինչ որ ծիծաղելի իրեղեն ապացույցներ, իդեմս մետաղյա ձողերի, բաների, այդ մետրաղյա ամրանների նմուշների, գունավոր ծխերի ու մի շարք տարօրինակ առարկաների, որոնցով դեռևս այսքան գլուխ ենք ջարդում, չենք հասկանում, թե ոնց կարելի է այդ դրանով ահաբեկչություն իրականացնել, ու ինչ որ այդ խոսակցություններն են ու այդ փաստաթղթերը 34 հատոր գործ է, կարծեմ մոտ մի 600-400 չեմ հիշում էջերով մեկ հատորը, որից մեղադրական եզրակացությունն է։ Հիմա այս մի հատորի մեջ անընդհատ ամեն նիստից փորձում թերթն հասկանամ լավ Լիդիայի վերաբերելին որն է, որտեվ օրինակ մեղադրանքը չի ասում, որ Լիդիայի վերաբերելի, օրինակ որ ինքը տենց հարել, այդքանն է, ես ինքս եմ փորձում առանձնացնեմ, ասում եմ, որ կա մի ձայնագրություն, որտեղ որ Լիդիա Մանթաշյանը եւ Մովսես Շարբաթյանը խոսում են նրա մասին, ասում են, արի գունավոր ծուխը վառենք, տեսնենք քանի րոպե է ծխարցակում։ Վառում են, պարզում եմ մի րոպեից ավել ծխարցակում է։ Երկրորդը ուրեմն Լիդիայի տնից հայտնաբերված այդ տխրահռչակ իշխանության ժողովրդական անցման փաստաթուղթն է, որը ինչ որ մի ժամանակներում իրան փոխանցվել է ինքը տպել է եւ հետո էլ մի հատ էլ տպել է այն որ սիվիկում էին դա ասում է տենաս էս ինձ որ փոխանցվել է էլի էլ որ մեկ էլ փաստորեն շատ մարդկանց է տպել դուք ինքներդ Փառք Աստծո այդ բաներին ծանոթացել եք տեսել եք էլի այնտեղ բռնություն չկա ինչ որ բան չկա այդ տխրահռչակ փաստաթուղթն է եւ իր նոթատետրը որտեղ որ այդ նոթերը ամսաթվերով էլ նշված է որ վերաբերում են անցած տարի տեղի ունեցած, ավարտված, խաղաղ ելքով հավաքներին։ Եվ ընդ որում մեղադրական եզրակացությունն էլ է հենց սկսվում այդ նախադասությամբ, որ մինչև 2024 թվականի նոյեմբերը Սրբազան պայքարի միջոցները, այսինքն ցույցերը ունեին խաղաղ բնույթ եւ դրանից հետո եղել այս պարագայում օրինակ մինչև 24 թվականի նոյեմբերին կատարված այդ ցույցերի նոթերը ինչ են հավաստում
ես չեմ կարող ասել։ Այս ամբողջ ապացուցողական զանգվածը։ Բնականաբար այդ ալեհահավաքների տվյալներն են, որ Լիդիան գտնվել է Սրբազանի կեցավայրում, Լիդիան երբեք չի շղթել, ամբողջ աշխարհն է իմացել, որ Լիդիան այնտեղ իրականացնում է, ունեցել է իր առանձին սենյակը, որտեղ իրականացրել է մամուլի պատասխանատուի աշխատանքները։ Ուրեմն այնտեղ ես լավ այդ ապացույցը մեղադրական եզրակացություն չկար, բայց իմ աչքով անցել էր։ Էլի մի հետաքրքիր դրվագ է, այդ գաղտնալսող պաշտոնյան, ենթադրաբար ԱԱԾ պաշտոնյան գրել է, որ այսինչ խոսակցությանը մասնակցում են այսինչ մարդիկ եւ Լիդիա Մանթաշյանը։ Այ մեզ խոսակցության սղագրություններով Լիդիա Մանթաշյանից որևէ բան չկա։ Մեկ էլ վերջի տողերում, նախավերջի գրած է Լիդիա Մանթաշյան հաջողություն։ Լիդիային հարցում եմ ինչա, ասում է դուռը բացել եմ, ասել եմ հաջողություն, գնացել եմ։ Բայց ԱԱԾ աշխատողների կողմից արձանագրվել է, որ այդ խոսակցությանը, էլի եմ ասում, այդ խոսակցության մեջ որևէ ապօրինի բան չի քննարկվել, բայց նույնիսկ այդ պարագայում նշել են, որ այդ խոսակցությանը մասնակցել է Լիդիա Մանթաշյանը կամ մեկ այլ օրինակ, ինչը որ այն ժամանակ եւս բացատրեցի, այդ Լիդիայի նոթերում գրված են օրինակ ինչ որ հիպոթետիկ կառավարության կազմի անուններ, որը այդ ակցիաների անցած տարի տեղի ունեցած ակցիաների շրջանակում գաղափար է եղել ստեղծել մոդելային ալտեր կառավարություն, որպես ակցիայի օրինակ եւ օրինակ հարց ու պատասխաններ իրականացվեն շարժման մասնակիցների միջև տարբեր ոլորտներին առնչվող։ Ու այս մտքերը գրել է որպես մամուլի պատասխանատու, որպեսզի ներկայացնի Բագրատ Սրբազանին, բայց այդ առաջարկը չի ընդունվել, առհասարակ այդ ակցիան տեղի չի ունեցել։ Հիմա այս նոթերը, որ անցած տարվա են վերաբերվում, վարույթն իրականացնող մարմինն ու այն ժամանակվա քննչական մարմինները պատճենել են, դրել են գործի նյութերում, տակ գրել են, սա այն կազմներ, որը պետքա ձևավորվեր իշխանությունը զավթելուց հետո։ Առհասարակ իրավաբանության տրամաբանությունը կամ իշխանությունը զավթելու ասելված ինքը խոսում է ապագայի մասին։ Եթե արդեն ավարտված գործողության է վերաբերվում, եղել է ավարտվել է մի տարի հետո ԱԱԾ-ն դրա մասին տեղեկացել է։ Այսինքն նոր պատրաստվող գործողություն չի։ Այդ դեպքում հավեկչությունը ինչպես է հիմնավորվում տեղավորվում։ Ասում եմ, մենք չենք կարողանում տարանջատենք առհասարակ լավ, եթե նույնիսկ հանենք էլ այդ ժամանակավրեպ ապացույցները, թողնենք տակը արդիական ապացույցներ, ասենք այդ մետաղյա ձողերը, ամրանները, գունավոր ծխերը, այն ինչը որ հայտնաբերվել է։ Քաղաքից հատասած այո։ Զավթել իշխանությունը կան որտես Ոչ։ Այդ ամենագիր իշխանությունը զավթել ոչ։ Ես պետքա հորդորեմ, որ զինվենք համբերությամբ, որովհետև մենք էլ ենք ուշի ուշով սպասում, թե ինչ մեկնաբանություն է դրան տրվելու, որովհետև եւ մեր քրեական օրենսգիրքն է ասում, որ նախապատրաստությունը այն արարքներն են, որի պարագայում ենթադրյալ հանցագործը ձեռք է բերել գործիքներ, միջոցներ կամ դրանք հարմարացրել է կոնկրետ արարքի համար։ Հիմա այս պարագայում ոչ մի ապացույց չկա, որ օրինակ այս մետաղյա ձողերը, ամրանները եւ այլն ձեռք են բերվել ահաբեկչություն իրականացնելու համար եւ կա հակառակ ապացույցներ, օրինակ Հրայր Սարգսակյանը ցուցմունք է տվել, որ այդ մետաղյա ամրանները այդ տարածքում շինարարություն իրականացնող ընկերությունից թողնված նմուշներն են կամ Լիդիա Մանթաշյանը ինձ հայտնել է, որ այդ մետաղյա ձողերը կարող եք համացանցում բացել, տեսնել անցած տարի սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության օրվան նվիրված միջոցառումների ընթացքում օգտագործվել են պաստառները պահելու համար։ Այսինքն այդ միջոցները ձեռք չեն բերվել ահաբեկչություն իրականացնելու համար կամ ասում է գործիք կամ միջոց փոխելը ու հետո քննչական կոմիտեի ղեկավարը երբ որ հայտնաբերվել են որսորդական կամ օրինական զենքեր այս գործի ընթացքում որ ասում են լավ ո՞նց է հիմնավորում որ օրինական զենք որը մարդը չգիտեմ տարիներ առաջ սահմանված կարգով ձեռք է բերել եւ այլն
ոնց եք համարում, որ սա հենց ահաբեկչության գործ կա, ասում է, ուրեմն դուք ուզում եք ասեք, որ օրինական զենքով չի կարելի ահաբեկչություն անել։ Չէ, մենք չենք ասում, որ չի կարելի ահաբեկչություն անել, բայց մենք ասում ենք, որ դուք պետք է ուղիղ ապացույց ունենաք, որ այդ միջոցը ձեռքաբերվել կամ փոփոխվել է հենց այդ նպատակով։ Թե չէ այդ ապրիորի բաներում, դատողություններում յուրաքանչյուրի տանը խոհանոցային դանակից սկսած կարող ենք մեկնաբանել, որ ամեն մեկս պատրաստվում է ահաբեկչության կամ իշխանությունը զավթելու։ Իսկ բացահայտելու դրամատիկ, բայց ամենից կարծում տեղական ժամանակ է 18 հոգի անձիկ կազմավորված է, որ նաև պոլիցիան միակ կին Նավորն է, որի նավարում է կին կաղբանդարկյա, տեսեք, այսպիսի տրամաբանություն է, էպիզոդից շատ հետաքրքրում է, ինչպես է ստացվում, որ քննչական խումբը, որը բավականին հագեցած է, նախաքրվության փուլը դեռ որևէ մեկի մասով չի ավարտվում, չէ՞ որ բավականին մեծ թվով։ Հենց այդ Ինչ քննչական հենց այդ է, որ մեր համար էլ է տարօրինակ, որ հակառակը այս 18 մեղադրյալների գործով քննչական կոմիտեն համարել է, որ ունի այլևս ապացույցների բավարար համակցություն իրենց մեղադրանք առաջադրելու համար եւ իրենց մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ գործը դատարան ուղարկելու համար։ Հետեւաբար ինչ են արել, ասում են, որ երբ որ մենք հակադարձում ենք, բա ուր են այդ 2000 հոգի զինված ահաբեկիչները, որոնց իբրև թե հավաքագրել են, որպիսի բանանային, ասում են, դե այդ 2000 հոգուն գտնելու համար կամ այլ անձանց բացահայտելու համար մենք գործի ընդհանուր քննությունը շարունակում ենք եւ այս 18-ի մասը անջատում ենք, ուղարկում ենք դատարան։ Բայց մենք տեսնում ենք, որ այս մասով արդեն նախաքննական գաղտնիք չբացահայտելով, որ արդեն իսկ ունեցած ապացույցների վերաբերյալ այնպիսի խայտարակ ու այնպիսի սակավ ապացույցներ են, որ մի կողմից գործը դատարանում քննվում է, բայց մյուս կողմից դեռևս նույն մեղադրյալների մասով, այսինքն մեղադրյալներից որոշների մասով շարունակվում են քննչական գործողություններ։ Սա աբսուրդ է իհարկե։ Առաջին դեպքում դրել էր, որ կարող է նոր հանցանք կատարել այդ նորը չէ, որովհետև քանի որ արարքը խափանվել էր նախապատրաստության փուլում ըստ դատարանի եւ Լիդիա Մանթաշյանը վերադառնալով ազատության մեջ կարող էր ուզենալ ավարտին հասցնել իր նպատակադրված արարքը, դեպաբար համարել էր, որ հանցանք կատարելու ռիսկ կա եւ վարույթին խոչընդոտելու ռիսկ կա։ Հիմա այս հանցանքի մասով, եթե մի քիչ իրավաբանորեն գնամ, սա անմեղության կանխավարկածի ու օրենքի խեղաթյուրման դասական օրինակ է, այսինքն այն հիմքը, որը նախատեսված է եղել հատուկ ռեցիդիվիստների համար, որը պետք է հիմնավորվեր, որ այ տես մարդուն այս անգամ անդադ բռնում ենք բան, ինքը արդեն հակում ունի հանցանք անելու, եկեք տանենք բանտարկենք, այս հիմքը դնում են ու հիմքում դնում են դեռևս չապացուցված եւ անմեղության կանխավարկածի իրավունքով երաշխավորված ծիծաղելի մեղադրանքը, ասում են, որ անկան ես ասում եմ լավ Հələ մի կողմ դոնենք օրենսդրի կամքը, որ պետք է անընդհատ, այսինքն ինչ-որ հակում ունեցող մարդուն այս հիմքով կալանավորեք, ես ասում եմ, եթե բոլորին ըստ ձեզ, բոլոր էական անձանց բացահայտել եք, պիտանի գործիքները, այդ յուղերը, ներկերը, բաները արգրավել եք, ահաբեկչությունը ինքնին միանձնյա առանց պիտանի գործիքի ոնց պետք է իրականացներ, Լիդիա Մանթաշյանը, եթե բոլորին էլ բացահայտել եք, ու այս մասով վերաքննիչ դատարանը գրել էր, որ համաձայնում է իմ հետ, բայց մյուս մասով վարույթին խոչընդոտելու համար արհեստականորեն հանրային մեղադրողները եւ քննիչները այդ գործում ներառել են 34 վկաների, որոնցից ոչ մեկը ընդդեմ մեղադրյալների ցուցմունք չի տվել։ Բոլորը ասել են, որ մենք ճանաչում ենք
օրինակ Բագրատ Սրբազանին, այնտեղ Լիդիայի մասին անգամ խոսք չի գնում։ Ոչ մի ապօրինի բան չենք պլանավորել, բայց ձևականորեն, որպեսզի մեղադրողները ասեն, թե այ տեսեք վկաներ կամ որոնց հնարավոր է խոչընդոտել, որոնց կամքը կարող է կամքի վրա ազդեցություն ունենալ, այս պարագայում պետք է խափանման միջոց կիրառվի։ Դե բնականաբար ասում են, որ նոթատետրերի մեկ էլ այդ ժողովրդական անցման պլանի վրա չի կարող ազդել, արդեն առգրաված թղթեր են, թե փորձում են նաև դատարանում այդ հիմնավորել, որ ինչ կարող է անել Լիդիա Մանթաշյանը, երիտասարդ կին է 34 վկաների նկատմամբ, որոնք իր դեմ ցուցմունք չի արել եւ ինչու պետք է անել։ Ամեն դեպքում առանց որևէ փաստական հիմնավորմամբ այս հիմքը հիմա շարունակում է ըստ դատարանի առկա լինել։ Այսինքն 3 ամսով եւս երկարացնել Չեն հիմնավորում, ասում են, քանի որ վկա կա, ուրեմն կարող է խոչընդոտել, բայց որևէ լրացուցիչ հիմնավորում, այ որովհետև Լիդիան նախկինում այսպիսի վարք է ունեցել, այ որովհետև այս վկան այսպիսի ցուցմունք է տվել, որը շահագրգռված է Լիդիան փոխել։ Բնականաբար այդպես բաներ չեն ներկայացրել, որտեղ չէին էլ կարող ներկայացնել։ Չփորձնել հասարակության մոտ մի այսպիսի դարձի շրջանառում, քանի որ հանրային մեծ ինֆորմացիան ունի, այսպիսի բան ասում են Լիդիա Մանթաշյանը կողմնավորված է մնում Բագրատ Սրբազանի նկատմամբ լրացուցիչ ճնշում գործադրելու համար, քանի որ կինն է, քան Բագրատ Սրբազանն իրեն ավելի մեղավոր է զգա, քանի որ աշխատանքի բերում եւ Լիդիա եւ մեղադրյալների հետ Մեր քննարկանում եւ այլն, ինչ տրամադրվածություն կա այնտեղ, արդյոք այդպես է թե ոչ։ Այո, այդպես է, դա նաեւ ինքս էլ եմ հավաստում ու նայեք, այս մի հարվածով քանի թիրախ են ունենում մեր իրավապահ համակարգը եւ իշխանությունները։ Առաջին հենց Բագրատ Սրբազանին այս չեմ վախենա ասել շանտաժի ենթարկելը, ցավացները ու ցույց տալը, որ տես մենք գիտենք, որ դու քեզ համար օրինակ ինքը արդեն իսկ հայտարարել, որ այդ անձնազոհությանը գնում է, այդքան չէ, բայց քո կողքը կանգնած մարդկանց եւ հատկապես կնոջ հետ կարող ենք այսպես վարվել ու նաեւ հաջորդիվ այդ մեսիջը տեսեք ինքը զբաղվում էր էլի նաեւ համախոհեր, բայց զբաղվում էր մամուլի հետ աշխատանքներով, նույն ձեր գործընկերներին, լրագրողներին, սա ազդակ չի, որ եթե որոշեն օրինակ զբաղվել որովե ընդդիմադիր քաղաքական ուժի մամուլի պատասխանատուի գործառույթները, մի անգամ ավել մտածեն, կարող է Լիդիայի ճակատագրին իրենք էլ արժանանան։ Սա նաև անուղակի բաները ասում են եվրոպացի գործընկերները, ասում են chilling effect, սառացնող ազդեցություն ունի մի արարքը ամբողջ դաշտի եւ ամբողջ հետաքրքրված հանրության նկատմամբ, որ մի եկեք այս դաշտը այլևս այս կարմիր գիծն էլ չունի, մենք կարող ենք շատ մեծ սառնասրտությամբ 5, 6, 7 ամիս կնոջ պահել կալանքի տակ։ Զոհմընդունենք նաև մեկ այլ ինքնավանդակյալ Տաթևիկ Վիրաբյանը, որը երեխայի դեր կալանավայրում մի վերջում հնարավոր եղավ այսինքն փոխապատում։ Սա եւ նմանատիպ դեպքերը ինչ ազդեցություն են ունենում հասարակության ներքին կյանքում եւ ինչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի դերի դիրքի միջազգային հաղթանակը։ Ցավոք դե արձանագրեմ վերջից գալով հարցի, որ հիմա միջազգային դերի դիրքի ու մարդու իրավունքների պաշտպանության այս միջազգային համակարգում իրական քաղհասարակությանը եւ իրավապաշտպաններին ավելի դժվար է դարձնել ճշմարտությունը ներկայացնել, որովհետեւ շատ մեծ կշիռ ունեցող քաղաքական դերակատարները, այսինքն դեսպանատները, որոնք որ ունեին այդ փորձը եւ առաքելությունը իրենց առաջնահերթություններում իրականացնելու մարդու իրավունքների վիճակի գնահատում, այլևս այդ քաղաքական հետաքրքրությունը չունեն անմիջապես արձագանքելու այստեղ տեղի ունեցող իրադարձություններին։ Սա ինչ որ առումով այսօրվա իշխանությունների համար քարտ բլանշ է,
իրականացնելու ամեն տեսակի եւ սաստկացնելու քաղաքական ռեպրեսիաները։ Ինչպես նաեւ նշվել է այս բանում, որ պետքա շեշտը դրվի, այսինքն հիմիկվա քաղաքասարակությունը, այս կամավորները, որ իրականացնում են այդ առաքելությունը, մի քանի անգամ ավելի ծանր ու ավելի դժվար աշխատանք պետք է անեն, այս ամեն ինչը ներկայացնելու ու ի վերջո զսպող մեխանիզմ ձևավորելու, որ չանեն նման բաներ, բայց ինչ ազդեցություն պետք է ունենա համապատասխան այդ ժողովրդավարության ցուցիչների անկման արդյունքը պետք է ունենա, պետք է արձանագրվի։ Հասարակության վրա ինչ ազդեցություն պետք է ունենա, ես հուսով եմ, որ պետք է հակազդեցություն ծնի, ոչ թե վախ ծնի, այլ հակազդեցություն։ Այսինքն, եւ խոսքս վերջի շրջանում հենց ուղղում եմ կանանց աղջիկներին, որ այս պարագայում դարել են հասարակության շարժիչ ուժը, իրանք շատ ավելի ակտիվ են ներգրաված հիմա պրոցեսներում, որ չփորձեն վախենալ այս ամեն ինչից, ինչը որ տեղի է ունենում։ Իշխանությունների քայլերը միտված են հենց վախեցնելու եւ հենց այս սառեցնող էֆեկտը կիրառելու եւ պետքա ցույց տալ, որ 1-2 ներգրաված լինելով, բարձրաձայներով խոսելով, որ չի աշխատելու այդ մեխանիզմը։ Փոփելով փորձենք կենտրոնով թվարկել, ինչու է դիամանտաշարժան որովհետև համապատասխանում է ինչպես ԵԽԽՎ 1900 բանաձևով ներկայացված պահանջներին, այսինքն ենթարկվում է անարդարացի հետապնդման, չունի օրինական մեղադրանք, որովհետև առհասարակ այդտեղ ապացույց չկա, որը հիմնավորում է իր բանը։ Եթե մի քայլ առաջ գնանք, նաև կարելի է իրան Amnesty International-ի ստանդարտով համարել խղճի բանտարկյալ, քանի որ ոչ թե եթե 1900 բանաձևը ասում է, որ նույնիսկ եթե մարդը կատարել է հանցանք, բայց իր նկատմամբ արդարադատություն իրականացնելիս քաղաքական դրդապատճառներով խտրական վերաբերմունք է դրսևորվում, օրինակ մյուսներին ազատություն են տալիս, իրան կալանք, մյուսների գործը ավելի արագ են քննում, իրան ավելի երկար, որ ավելի երկար ցկցկվի։ Այս պարագայում Amnesty International-ի խղճի բանտարկյալ հասկացության մեջ այն տարբերակն է, որ մարդը առհասարակ որևէ ապօրինի բան չի արել, բայց իրեն իր համոզմունքի համար, իր դավանանքի համար ենթարկում են հետապնդման ու ամենածանր բանտարկության ձևով հետապնդման։ Եվ երրորդը բանտարկյալը մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 18-րդ հոդվածի իմաստով, որով որ ունենք ես ամեն նիստին խոսում եմ դրա մասին, ու ես վստահ եմ, որ այս փաստը արձանագրվելու է միջազգային կառույցների կողմից։ Եվրոպական դատարանը ասում է անձի իրավունքի սահմանափակումը կապված է կոնվենցիայով չնախատեսված նպատակի հետ։ Դա այն նպատակն է, որոնք իշխանությունները հետապնդում են իշխանությունը չարաշահելու այսինքն կոնտեքստում։ Դա կարող է լինի եւ այդ նպատակը, օրինակ այլ նպատակ ասած, ինքը չի բանանում, որ անպայման օրինակ պետքա փորձեն այս մարդուն քաղաքականությունից մեկուսացնեն, ինչ է այս պարագանա։ Կարա լինի, որ ուզում են ուղակի մարդուն ցուցմունք կորզեն մեկ այլ մարդու դեմ, կամ ցանկացած այլ նպատակ, որը կոնվենցիայով նախատեսված չէ եւ երաշխավորված չէ որպես լեգիտիմ նպատակ։ Այս բոլոր որ բանն էլ չափանիշն էլ կիրառվի, Լիդիան եւ այդ գործով անցնող մնացած արդարները համարվելու են քաղբանտարկյալ, սա ես հայտարարում եմ պատասխանատու կերպով, ու իմ համար շատ ծիծաղալի է այս իշխանությունների այդ հակադարձումը, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, բոլորը քրեական օրենքով են եղում։ Ես դες կարող եմ վստահեցնել, որ աշխարհում չի եղել մի քաղբանտարկյալ, որի գործի վրա գրած ա եղել քաղբանտարկյալ, այս մարդուն կարանում է քաղբանտարկյալը։ Բոլորի համար, ասում եմ, եթե մարդը կա, հոդվածը կգտնվի, ինչ որ մի հոդված հորինել են ու այդ ա եղել, որպեսզի այդ հակադարձում եմ, բայց դա ծիծաղելի ուղղակի մեղադրանք է ու ծիծաղելի փաստարկ է կոնկրետ այս գործով եւ մնացած շատ այլ գործերով։